Օրերս դերասան Աղաս Մանուկյանն Instagram իր էջում տեսանյութ էր հրապարակել եւ հետևորդներին հայտնել, որ կամավորագրվել է սահման մեկնելու համար։ Դերասանը օրերս տեղեկացրել է, որ գնացել է սահմանամերձ գյուղեր զինվորներին ծխախոտ եւ սուրճ տանելու։ Թերթ.am Life-ի զրույցում Աղասն ասաց, որ կամավորագրվելու որոշումը կայացրել է այն պահին, երբ Facebook-ում տեսել է Photoshop-ով ստեղծված մի լուսանկար, որում ադրբեջանցիները կանգնած են եղել Հայաստանի Հանրապետության հրապարակում։ Լուսանկարում հրապարակի ժամի գլխին ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի դրոշներ ծածանվում։ Այդ պահին էմոցիաներս խառնվեցին, հաջորդ օրը գնացի կամավորագրվելու։ Որոշումը հենց այնպես չեմ կայացրել, կամավորագրվել եմ, որովհետև ամեն պահի պատրաստ եմ սահման մեկնել։ Ես տեղեկացրել եմ, որ 24 ժամ հասանելի եմ, երբ սահման գնալու կարիք լինի, առաջինն ինձ կանչեն։ Դերասանի խոսքով այդ մասին հետևորդներին տեղեկացնելը ռեյտինգի հետ կապ չունի։ Շատերն են ասում, որ կարող է այդ մասին չխոսել, բայց դա նպատակ ունի։ Ուզում եմ բոլորը տեսնեն, որ նման իրավիճակում կապ չունի, թե մարդն ինչ մասնագիտություն ունի, բոլորս մեր հայրենիքի զավակներն են։ Վստահ եմ իմ բնակավարի մարդկանցից շատերն են ինձպես մտածում։ Հարցին, թե կինը Տաթևիկը ինչպես է արձագանքել իր որոշմանը, Աղասը պատասխանեց. կինս իմ քայլը չի ողջունել, բայց դեմ էլ չի եղել։ Նա հասկանում է, որ ես այդ քայլը գիտակցված եմ արել, ես ծառայել եմ բանակում, տարիներ հետո տղաս էլ կկատարի իր պարտքը։ Եթե կարիք լինի, բայց ես չգնամ, մյուսը չգնա, ով պետք է գնա։ Խոսելով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում ծառայող զինվորների ծխախոտ եւ սուրճ տանելու նախաձեռնության մասին Աղասը նշեց. ես գիտակցում եմ, որ կառավարությունն ամեն ինչով ապահովում է մեր տղաներին, բայց մտածեցի, որ կարող է հավելյալ սուրճի եւ ծխախոտի կարիք զգացվի։ Հայտնեցի հետևորդներից, որ պատրաստվում են սահման գնալ ու եթե ինչ-որ բան են ուզում փոխանցել մեր տղաներին, կարող են դա անել իմ միջոցով։ Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցներից շատերն էլ արձագանքեցին իմ կոչին, բավականին մեծ քանակի ծխախոտ եւ սուրճ հավաքեցին, որն այսօր բերեցինք Տավուշի սահմանամերձ գյուղեր՝ Այգեպար, Արծվաբերդ եւ Մեհրաբ։ Իմ աչքերով տեսա ու իմ ականջներով լսեցի, որ մեր տղաները շատ լավ տրամադրություն ունեն, ասաց նա եւ հավելեց, որ նախաձեռնությունը շարունակական կլինի։ Տրամադրված է հետագայում պարբերաբար սահման այցելել, նույնիսկ եթե լարված իրավիճակ չլինի։